Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Նիկոլ Փաշինյանը մոսկովյան այցը հաջողված է գնահատում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտարարել է, որ գործնականում օրակարգի բոլոր ուղղություններով ձեռք են բերել կոնկրետ պայմանավորվածություններ, մշակույթից սկսած մինչև ռազմատեխնիկական համագործակցություն։ Մեկնաբանելով Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը հարավկովկասյան երկաթուղու վերաբերյալ, Փաշինյանը վստահեցրել է, որ դրանցում որևէ սպառնալիք չի տեսել։ Մեր խոսքերում նույնպես սպառնալիքներ չկան, սա բնականon աշխատանքային գործընթաց է, որի ժամանակ կողմերը ներկայացնում են իրենց դիրքորոշումները, նշել է Փաշինյանը։ Անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ կատարվածը միանշանակ պետք է դառնա քննության առարկա, ընդ որում նշանակություն չունի, թե ում գործողությունների մասին է խոսքը։ Մանասյանը հստակ պատասխան չի տվել ճշտող հարցին, թե արդյոք իր կարծիքով այդտեղ տեղի է ունեցել անհամաչափ ուժի կիրառում պատանու նկատմամբ։ Նա տեղեկացրել է, որ իր հանձնարարությամբ ՄԻՊ-ի ներկայացուցիչները գտնվում են քրեակատարողական հիմնարկում, Դավիթ Մինասյանին տեսակցել են եւ շուտով նաեւ փոքր հրապարակային տեղեկություն կտան։ Եթե բնականաբար, եթե անվտանգության աշխատակցի կողմից կիրառված ուժի համաչափության հետ կապված խնդիրներ կան, դա եւս պետք է դառնա քննության առարկա։ Հետևաբար միջադեպի առումով ես բնականաբար գնահատականտվող չեմ, որովհետեւ ես չեմ քննություն իրականացնող մարմինը, բայց եթե կան կասկածներ եւ եթե կան մտահոգություններ միջադեպի ժամանակահատվածում ուժի կիրառման համաչափության հետ կապված, դա պետք է դառնա քննության առարկա, ինչպես միջադեպի մնացյալ բոլոր հնարավոր հանգամանքները։ Ռոսատոմը այս շաբաթ նախապատրաստում է Իրանի Բուշեր ատոմակայանի անձնակազմի վերջին տարհանումը, այնտեղ կմնա մոտ 50 կամավոր։ Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի խոսքով ավելի քան 200 մարդ պետք է լքի կայանը եւ մեկնի Հայաստան։ Լիխաչովը հավելել է, որ ատոմային օբյեկտն ամբողջությամբ անուշադրության մատնել չի կարելի աշխատանքի բնույթից ելնելով։ Ավելի վաղ Բուշեր ԱԵԿ-ի տարածքը 3 անգամ ենթարկվել էր գնդակոծության մարտի 17-ին, 24-ին եւ 27-ին։ Վերջին անգամ հրթիռները պայթել էին պոմպակայանի անմիջական հարևանությամբ։ Պետական կորպորացիան արդեն իսկ օբյեկտից տարհանել է ավելի քան 400 մարդու։ Ներկայում Բուշեր ԱԵԿ-ում շարունակում է աշխատել շուրջ 320 մարդ։ Շարունակենք թողարկումը, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, վարորդներից մեկը տեղում մահացել է։ Ըստ տեղեկությունների կեսգիշերին մոտ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Դվին ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Զիլ եւ Ֆորդ Տրանզիտ մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Ֆորդի վարորդը տեղում մահացել է։ Նշվում է, որ ավտովթարից հետո, երբ մահացած վարորդի հարազատները եկել են դեպքի վայր, իրավիճակը կտրուկ լարվել է։ Նրանք փորձել են Զիլի վարորդին գտնել, նրա մեքենան կոտրել ու հրկիզել։ Սակայն դեպքի վայր ժամանած ոստիկաններին ու փրկարարներին հաջողվել է իրավիճակը հանդարտեցնել։ Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածը 3 երեխաների հայր էր։ Զիլի վարորդի մոտ վարորդական իրավունքի վկայական չի եղել։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դիլիջան հանգստավայր քաղաքը առաջադրվել է հեղինակավոր World Travel Awards մրցանակաբաշխությանը Եվրոպայի առաջատար զարգացող ուղղություն 2026 անվանակարգում։ Հայկական քաղաքի մրցակիցների թվում են Սլովենիայի Լյուբլյանան, Էստոնիայի Տարտուն եւ Ավստրիայի Բադիշլը։ Այս անվանակարգում ընդհանուր առմամբ 13 թեկնածու կա։ Ցանկացած մեկը կարող է քվեարկել Դիլիջանի օգտին World Travel Awards-ի պաշտոնական կայքում։ Առաջիկա օրերի եղանակի մասին հանրապետության տարածքում ապրիլի 5-ին, 6-ի եւ 7-ի ցերեկն առանձին շրջաններում, 3-ի գիշերը 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Ապրիլի 3-ի ցերեկը, 6-ի եւ 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 3-ին կբարձրանա եւս 2-ից 3 աստիճանով։ Այսքանը կհանդիպենք մեր գլխավոր թողարկմանը։